Եվ մինչ նրանք խոսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրա հասան քահանաները և տաճարի իշխանավորներն ու սադուկեցիները, զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին և հանձին Հիսուսի մեռելների հարության մասին էին պատմում։ Նրանց ձերբակալեցին ու բանտարկեցին մինչև հաջորդ օրը, որովհետև երեկոյան դեմ էր։ Իսկ խոսքը լսողներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ 5000-ի։ Հաջորդ օրը Երուսաղեմում հավաքվեցին նրանց իշխանավորները, երեցներն ու օրենսգետները, Աննա քահանայապետը և Կայափան, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։ Եվ առաքյալներին մեջտեղ կանգնեցնելով հարցաքննում էին. «Ինչ զորությամբ կամ ում անունով արեցիք դուք այդ բժշկությունը»։ Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, ասաց նրանց. «Ով իշխանավորներ ժողովրդի և երեցներ Իսրայելի, օրինավոր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդեպ եղած բարիքի համար, թե ինչով նա բժշկվեց։ Թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք և որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանով ահա սա առողջացած կանգնել է ձեր առաջ։ Սա է այն վեմը ձեզնից շինողներիցդ անարգված, որ անկյունաքար եղավ։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք»։